Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է 7 անգամ ավելի ուժեղ եւ վճռական հարված հասցնել հութիներին՝ ի պատասխան Բեն-Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռների։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հաստատել է, որ կմեկնի Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ի զորահանդեսին։ Հնդկաստանը մասնակիորեն դադարեցրել է ջրի մատակարարումը դեպի Պակիստան, ինչը ըստ Պակիստանի իշխանությունների կարող է դիտվել որպես պատերազմի գործունեություն։ Մալդիվների նախագահը համաշխարհային նոր ռեկորդ է գրանցել 15 ժամանոց մամուլի ասուլիս տալով։ Այդ կերպ նա գերազանցել է Զելենսկուն, որի ասուլիսը 14 ժամ էր տևել, իսկ Լուկաշենկոյինը տևել էր 7 ժամ։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ ժամկետով նախագահ ընտրվել։ Թրամփը արհեստական բանականության միջոցով վերարտադրել է Հռոմի պապի կերպարը իր նկարով, արժանանալով կաթոլիկների քննադատությանը։ Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ԱԹՍ-ների արձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, տներ կամ վիրավորներ։ Սպիտակ տան YouTube-ի ալիքը ուղիղ եթեր է հեռարձակել, որտեղ Թրամփը անիմացիոն կերպով փաստաթղթեր է ստորագրում։ Հայտնի բլոգեր Mr. Beast-ը $250,000 է առաջարկել ընկերոջը 1 տարում 45 կիլոգրամ նիհարելու դիմաց։ Ռուսաստանում հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ անվճար սնունդ բաժանվելը վերածվել է հրմշտոցի եւ բախումների։ Լիտվան սկսել է չեղարկել այն անձանց բնակության թույլտվությունները, ովքեր հաճախ են մեկնում Ռուսաստան կամ Բելարուս։ Մոսկվայում դեռահասը փորձել է խեղդել մորը Counter-Strike 2 խաղը արգելելու պատճառով։ ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթղթերի տվյալներ են պարունակում 3 այլ մոլորակային բազաների մասին, որոնցից 2-ը երկրի վրա, իսկ 2-ը Սատուրնի։ Փաստաթղթերում նկարագրված են նաև տարատեսակ արարածներ։ ԱՄՆ-ում գիտնականները Սաղմոնի մարմնում հայտնաբերել են թմրանյութեր, որոնց պատճառով խանգարվում է ձկների վարքը։ Նրանք չեն խուսափում գիշատի շեներից եւ դուրս են մնում խմբերից։ Ռուսաստանում վարորդներին կտուկանեն ոչ սահմանված վայրերում մեքենա լվանալու համար։ Նպատակն է պաշտպանել շրջակա միջավայրը։ Ռիո դե Ժանեյրոյում Լեդի Գագայի համերգին ներկա է գտնվել ռեկորդային 2 միլիոն հանդիսատես։ Համերգը անվճար էր, այն ֆինանսավորվել էին Բրազիլիայի իշխանությունները։ Գերմանիայում զույգը 3 տարի մեկուսացրել էր երեխաներին վախենալով COVID-19-ից։ Նրանք ամբողջական ժամանակահատվածում մնացել էին տանը փակված, անգամ դպրոց չէին հաճախել։ Հարևանի ահազանգից հետո զույգը ձերբակալվել է։ Այս եւ այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ կարդալով Օրագիր News կայքը։